Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 12-ի համար։ Օրը չորեքշաբթի է եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին նոյեմբերի 12-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև հաջողություն ունեք որոշ ինչ-որ տեղից, գործնական հանդիպում, գործնական խոսակցություն ունեք, ոմանք աշխատանքի կընդունվեն, ոմանք հենց դա հարցազրույցի եք գնում։ Նաև ձեր ընկերոջը կարող եք տեսնել, հուզվել, վաղուց կարող եք տեսել, կամ ինչ-որ բան է ասում, ձեզ հուզվում եք, եւ օրը ձեր ձեռքում է, ձեզանից շատ բան է կախված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 12-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը գումար եք ստանալու, նաև ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք կարող է այստեղ աշխատանքում ընդունվեն, ձեր աշխատանքի վայր ընդունվեն, որովհետեւ ձեզ մտերիմ անձնավորություն։ Նաև դա կարող է լինել այնտեղ մտերիմ, ոչ մեկին եք գտնում, շփվում եք իր հետ։ Նաև հարցազրույցի կարող եք գնալ, հանդիպել ոչ պետական աշխատողի հետ, որը կարող է եւս էլի ձեր մտերիմ ծանոթը լինել։ Նաև ոմանք առիթ ունեն այդ օրը, ոմանք ձեր տանն է առիթ, պետք է նշեք եւ մտերիմներով հավաքվում եք։ Նաև այդ ժամանակ կարող եք խոսել աշխատանքից եւ սա տան հետ կապված է, կարող է հյուր է գալիս ձեր մտերիմ հարազատը ձեր տուն կամ տուն եք գտնում ձեզ համար, եթե վարձով բնական եք փնտրում։ Այդ օրը նաև ոչ է գաղտնիք կբացահայտվի, հնարավոր է սիրո հետ է կապված, կարող են սիրո խոստովանություն անել, դա բացահայտվի։
դիմացինի սերը ձեր նկատմամբ, նաև դա կարող ինչ-որ մի բան է, որը ձեզ դուր է գալիս, ձեզ սիրված եք զգում, այդ գաղտնիքից հետո ձեզ լավ եք զգում։ Նաև ձեր հարազատներին կարող եք հանդիպել, սիրահարվել նաև, և նորություն եք լսելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին նոյեմբերի 12-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը նորություն կլսեք, նաև ուրախ եք, տրամադրությունը բարձր կլինի, էներգիայով լցված կլինեք։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, այստեղ բժշկական կենտրոնն է, ուսման կենտրոնն, այնտեղ կարող եք թաքուն սիրային հարաբերություններ սկսել, թաքուն գործողություններ անել այնտեղ պետական հիմնարկությունում և հանդիպում ունեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին նոյեմբերի 12-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը կամ դուք եք ճանապարհ գնալու, կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, գումար եք ստանալու, ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը կամ նման կենտրոն կարող եք գնալ։ Հույսով եք, որ ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց չեք թողնի, բայց այստեղ ամենայն դեպս բաց եք թողնում, չգիտեմ, չեմ կարող հստակ ասել։ Միգուցե հույսներ դրել եք ինչ-որ մի բանի վրա։ Եվ ոմանց սեր խոստովանեն, դուք սեր խոստովանեք, ձեզ սիրված կզգաք, ինչ-որ մի բան կարող է լինել այստեղ նաև ինտիմ հարաբերությունները ձեր սիրելիի հետ։ Նաև ինչ-որ բան է տեղի ունենում, որ մարդը իրեն շատ լավ է զգում և իհարկե ձեր հարազատների հետ հանդիպում։
Ոմանք օրվա ընթացքում կպարկեն նաև կհանգստանան եւ ձեր ցանկությունները կիրականանան, կարող են ձեզ հրավիրել որևիցե առիթի կամ դուք եք հրավիրում մարդկանց առիթի, կարող է այդ առիթի հետ կապված ամեն ինչ ի վերջո վերջնական որոշում եք, լուծում եք, ավարտում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին նոյեմբերի 12-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, հանկարծակի լուր կլսեք, որ ինչ-որ գործեր եք ձեր ձեռքից բաց թողել, ինչ-որ գործեր կարող են գնալ, որոշ գործեր ավարտին կհասցնեք, նաև ինչ-որ բան է ձեզ տխրեցնում, միգուցե դա է, որ ինչ-որ բան եք բաց թողել, կամ հիասթափվում եք, միգուցե նաև ընկերոջից։ Եվ ճանապարհ եք գնալու կամ երեկոյան ինչ-որ մարդիկ կարող են գալ ձեր տուն, կամ ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին նոյեմբերի 12-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, նաև այդտեղ կարող եք երկար սպասել, գնաք մնաք ինչ-որ միտեղ, հա, սպասել ինչ-որ մարդկանց կամ ինչ-որ բանի, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, նաև ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց եք թողնում, կարող է միտեղ ինչ-որ սպասում եք, մյուս տեղը ստիպված արդեն բաց եք թողնում, և հեռախոսազանգ ունեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնենք կշերքների։ Ինչ է սպասվում կշերքներին նոյեմբերի 12-ին։ Հարգելի կշերքներ, այդ օրը գործնական հանդիպում ունեք կամ գործնական խոսակցություն ոչ-մեկի հետ։ Այնպիսի իրադարձություն ունեք, որոնք կատարվում են ձեզ հետ յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն կամ նաեւ կարող է ավարտվել դա։ Կարող գնում եք, ավարտում եք, այստեղ ինչ-որ մի բան է ձեր օգտին ավարտվելու, ինչ-որ հաղթանակը ձեր ձեռքում է։ Եվ հանդիպում կամ շփում կունենաք եւ ձեզ մտերիմ անձնավորության հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին նոյեմբերի 12-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը հանդիպում ունեք, հնարավոր է հարցազրույց եք գնում աշխատանքի համար։ Աշխատանքի հետ դա կարող է կապված լինել բիզնեսի հետ, գործերի հաճախորդի հետ։ Ոմանք նաև պետական աշխատողի հետ կհանդիպեն, ոմանք շատ աշխատանք կունենան այդ օրը, ճանապարհ եք գնալու կամ ձեզ մոտ կարող են գալ, պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, բանկ, դատարան, ուսումնային կենտրոն, բժշկական կենտրոն եւ այլն։ Հանկարծակի լուր կլսեք, որից է գաղտնիք կբացահայտվի այդ օրը եւ ինչ որ քայլեր անելուց առաջ անպայման երկար մտածեք, նոր հետո ինչ որ բան արեք լսելուց հետո եւ սեղանի շուրջ եք նստելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին նոյեմբերի 12-ին։
Հարգելի աղեղնավորներ, այդ օրը որից է գաղտնիք կբացահայտվի, նորություն կլսեք, նաև դա կարող է լինել առավոտյան շատ շուտ քնից արթնանաք այդ գաղտնիքով, նաև դա կարող է լինել կապված ինտիմ հարաբերությունների հետ ինչ-որ մեկի։ Եվ գործնական հանդիպում ունեք, գործնական խոսակցություն ունեք, սպասում եք հյուրի կամ գնացել եք ինչ-որ մեկի տուն, սպասում եք մնացածը գան, կարող ընկերներով եք հավաքվում։ Եվ այդ օրը ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք հարցազրույց կունենան կամ շատ աշխատանք ունենաք, միգուցե նաև հանդիպում պետական աշխատողի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին նոյեմբերի 12-ին։ Հարգելի աջեղջյուրներ, այդ օրը տանը ոչ իրադարձություններ ունեք, կամ առիթ է, կամ տան հետ կապված ինչ-որ հարցեր են, գումար այդ օրը կստանաք, ինչ-որ մի բան է ցավ տալիս, բայց չեք նեղվում դուք, ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ ձեզ մոտ կգան, հանկարծակի լուր կլսեք, հանդիպում շփում ձեր ընկերոջ հետ, երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ են, նա օրը երեխաներից եք հանկարծակի լուր լսում, երեխաներն են ձեր տուն գալիս, ինչ-որ առիթ է, նաև հղիություն, ծննդաբերություն և ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին նոյեմբերի 12-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, բժշկական կենտրոն, ուսման կենտրոն, մեկ այլ կենտրոն, դատական գործընթաց եւ այլն։ Ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ են ձեզ մոտ գալու,
Նաև հրավերք որևիցե առիթի կամ դուք կարող եք հրավիրել առիթի, որտեղ տանը առիթ ունեք կամ ձերն եկան պետք է գնաք եւ սպասում եք։ Եթե ձեր տանն է, ուրեմն ոնց որ սպասում եք հյուրերին։ Կամ ինչ որ մարդիկ են գալու, իրենց եք սպասում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին նոյեմբերի 12-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ոչ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, ուսման կենտրոն, բանկ, բժշկական կենտրոն, նաև ոմանց սերկ խոստովանեմ, գուցե սիրահարվում եք նման կենտրոն եք գնում կամ ձեզ են սիրահարվում, նաև ձեզ սիրված կզգաք ձեր հարազատների շրջապատում կլինեք, ինչ որ մեկին սերկ խոստովանեք կամ ձեզ կանեն, հանդիպում ունեք այդ օրը, ձեզ սիրելի մարդկանց հետ եք հանդիպում, հեռախոսազանգ եւ երեկոյան կամ վիճում եք ինչ-որ մեկի հետ կամ տուն եք մաքրելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։